Վերջին շրջանում Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են մի շարք բնակելի տներ, ավտոմեքենաներ, գյուղատնտեսական տնտեսություններ, հողատարածքներ։ Վնասների փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիներին տեղեկացվել էր, որ նախատեսվում է պետական աջակցության ծրագիր։ Հարցին անդրադարձել է Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը, նշելով, որ փոխհատուցման ծրագիրը չի չեղարկվել եւ դրա մշակման աշխատանքները շարունակվում են։ Կարկուտի ցուցակները համայնքներից մենք ստացել ենք, մշակել ենք այդ ցուցակները երկու անգամ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ մենք քննարկումներ ենք ունեցել։ Մենք հիմի մեր մասնագետները հաշվել են, ունենք մասնավոր տներ, շենքերի տանիքներ, արևային կայաններ, ջրատաքացուցիչներ, նաև ջերմոցներ, շատ ջերմոցներ ունենք։ Այդ մասով մենք ունենք հաշվարկած արդեն ֆինանսական մաս։ Նրա խոսքով ծրագիրը քննարկման փուլում է, մարզպետը տեղեկացրել է, որ արդեն իրականացվել են վնասված ավտոմեքենաների հաշվարկները, սակայն դրանց փոխհատուցման համար անհրաժեշտ է բավական մեծ ֆինանսական միջոցներ, որոնցով այս պահին դեռևս ամբողջությամբ ապահովված չեն։ Ավտոմեքենաների քանակը բնականաբար ունենք, նաև տվյալներն ունենք, համայնքապետարանը հավաքագրել է դա ամբողջը, բայց ֆինանսական անհնար է մեքենաներին հաշվել, քանակը շատ մեծ է ու ֆինանսականն էլ անհնար է սպայտերությամբ հաշվարկել, թե մեքենաների վնասն ինչքան է, որտեղ նախ են առաջի հատվածը, որը նշեցի, շատ մեծ գումարի մասին է խոսքը։ Միաժամանակ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների եւ մյուս վնասների փոխհատուցումն արդեն նախատեսված է համապատասխան ծրագրով։ Ըստ մարզպետի, անհրաժեշտ հաշվարկներից հետո նախատեսվում է իրականացնել փոխհատուցման գործընթաց։ Դավիթ Արոշանյանը նաև ընդգծել է, որ նմանատիպ դեպքերում նախորդ տարիներին եւս գործել են փոխհատուցման ծրագրեր եւ քաղաքացիներին տրամադրվել է համապատասխան աջակցություն։ Նա վստահեցրել է, որ կարկուտի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման հարցը անտեսված չէ եւ գործընթացը շարունակվում է։ Գյուղատնտեսության մասով աշխատանքները տարվում են, արդեն ամփոփել ենք, ամփոփման փուլում է, բայց գյուղատնտեսության մասով պիտի պարզ ասեմ մեր քաղաքացիներին, որ այնտեղ գյուղատնտեսական ապահովագրություն։ Այդտեղ էլ պիտի հասկացվի, թե ապահովագրական գործիքը կար, որով հնարավոր էր խուսափել նման դեպքերից։ Այնպես որ գյուղատնտեսական մասով պիտի հասկանանք, բայց միևնույն ժամանակ կան բուսատեսակներ, որոնք ապահովագրություն չէին արում, օրինակ ենթադրենք գազարի մասով պիտի հասկացվի կամ ունենք տեսակներ, որոնք ապահովագրվում են, ունենք տեսակներ, որոնք չէ։ Բայց վստահեցնում եմ, այն որ գումարը չեք տեսել բանկում ձեր հաշվին, դա չի նշանակում, որ մենք աշխատանքներ չենք տանում։ Աշխատանքները տարվում են, որովհետև հստակ կարող եմ ասել, որ 25 թվականի կարկուտի գումարն էլ չէիք տեսել ձեր հաշվին, ոչ էլ աշխատանքներն էիք տեսել, բայց մի օր զանգ եկավ ձեզ եւ փոխհատուցումը եղավ ու ոչ միայն 25 թվականին եղավ, նաեւ 24 թվականին եղավ։ Բայց իմ այս խոսքերը թող մեր քաղաքացիները չընկալեն, որ մենք անպայման փոխհատուցում լինելու է բոլոր դեպքերով, այդ դեռ քննարկումների փուլում է ու հիմա մենք հաջորդ փուլով երևի թե 5-շաբթի հստակ չասեմ, էլի փոխվարչապետի մոտ Տիգրան Խաչատրյանի քննարկում ունենալու են կարկուտի հարցով։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։